Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 22։ Եվ Աստված կատարեց 7-րդ օրումն իր գործը, որ արավ, և 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործիցը, որ արավ։ Ծննդոց 2-րդ գլուխ 2-րդ խոսք։ Տիրոջ շաբաթ օրը իսկապես պատվարժան է, և մենք պատճառներ ունենք այն պատվելու, նրա հնության, նրա մեծ հիմնադրի, ինչպես նաև այն բանի համար, որ առաջին շաբաթը սրբացվեց հենց Սուրբ Աստծո կողմից և պահվեց մեր նախածնողների կողմից, իրենց անմեղության վիճակում հնազանդվելով նրան։ Շաբաթ օրը օրհնյալ օր է, որովհետև Աստված օրհնեց այն, իսկ այնինչ Աստված օրհնում է, իսկապես օրհնված է։ Աստված պատիվ է տվել այդ օրվան, նշանակել է, որ այդ օրը մենք օրհնենք նրան և խոստացել է այդ օրը հանդիպել մեզ ու օրհնել մեզ։ Շաբաթ օրը սուրբ է, որովհետև Աստված այն զատեց, նա սրբացրեց այդ օրը, նա առանձնացրել է և տարբերել է այն շաբաթվա մյուս օրերից, նվիրել ու առանձնացրել է իրեն, իր ծառայությանն ու իր փառքին։ Թեև սովորաբար ընդունված է, որ քրիստոնեական շաբաթը, որը մենք պահում ենք, հաշվելով արարչագործությունից շաբաթվա ոչ թե 7-րդ, այլ առաջին օրն է, այնուամենայնիվ լինելով յոթնօրյա շրջանի մի օր, և այդ օրը մենք տոնելով Աստված Որդու հանգիստը և մեր փրկagործության գործի ավարտը, կարող ենք և պարտավոր ենք հավատարիմ մնալ շաբաթ օրվա այդ սկզբնական հաստատությանը։ Մենք պետք է հիշատակենք արարչագործության գործը ի պատիվ մեծ Արարչի, որը հենց այդ պատճառով արժանի է, որ այդ օրը բոլոր հավատացյալ ժողովներից ընդունի օրհնություն, պատիվ և գովաբանություն։